Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսները վաղը դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին գնալու են Մայրաթոր Սուրբ Էջմիածին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով, հայտարարել են եպիսկոպոսները։ Ըստ բարձրաստիճան հոգևորականների, ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունեցած անհատական զրույցների ժամանակ թե ժողովական մակարդակով եւ թե հանրային տիրույթում այլևս հատել են մեջբերում այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե մեր եկեղեցուն, թե պետությանը եւ թե հավատավոր ժողովրդին, ասված է հայտարարությունում։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր բավարարել է Ղուկասյանի կալանքը երկարաձգելու հանրային մեղադրողի միջնորդությունը։ Նախկին քաղաքապետը քաղաքական հրաման է որակել իր նկատմամբ դատական պրոցեսը։ Այսօր ի դեպ Հայաստան դաշինքի 3 պատգամավոր երաշխավորել են Վարդան Ղուկասյանի պատշաճ վարքագիծը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում է։ Նա մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական 24-րդ նիստին, հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։ Կայացած բանակցությունների արդյունքներով Մհեր Գրիգորյանը եւ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր Ռուսաստանի եւ Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Ինչպես հայտնում է Դաշինքի պաշտոնական կայքը, դեկտեմբերի 18-ին նախատեսված այցի շրջանակներում Շեկերինսկան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Շեկերինսկան նաև հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։ Միքայել Սրբազանն այս պահին հետազոտությունների փուլում է վիրահատության օր նշանակելու եւ առողջական գործընթացը կազմակերպելու համար։ 21 TV-ի հետ զրույցում պարզաբանել է Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանը նաեւ նշել է, որ իրավական փոփոխություններ չեն եղել, ռեժիմը մնում է նույնը։ Անձը շարունակում է գտնվել կալանքի տակ, պարզապես բժիշկների վերահսկողությամբ։ Տեսակցությունների քանակը եւ պայմանները օրենքով սահմանված նույն շրջանակներում են։ Օրերս Միքայել arczepiskopos Աճապահյանին տեղափոխել էին Իզմիրյան բժշկական կենտրոն առողջական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի հիմքով։ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է։ Մարզի բնակչության 43%-ը աղքատ է, հայտնել է վիճակագրական կոմիտեն։ Աղքատության մակարդակով երկրորդ մարզը Տավուշն է 39.9%-ով։ Ընդհանուր առմամբ երկրում աղքատության միջին մակարդակը 21.7% է, ինչը նշանակում է, որ Հայաստանում ամեն 5-րդ մարդ աղքատ է։ Մեր երկրում աղքատ համարվում է այն քաղաքացին, ում ամսական սպառումը չի գերազանցում 53,000 դրամը։ Եվրոպական միության խորհրդարանը հաստատել է ռուսական գազի ներմուծման փուլային դադարեցումը։ Ըստ ծրագրի մինչև 2027 թվականի վերջը ռուսական գազի ներմուծումը կդադարի։ Օրենքն ուժի մեջ է մտել 500 կողմ, 120 դեմ եւ 32 ձեռնպահ ձայներով։ Այնուամենայնիվ արգելքը պահանջում է հաջորդ տարվա սկզբին սպասվող Եվրամիության նախարարների պաշտոնական հաստատումը։ Պաշտոնյաները ակնկալում են, որ երկրները կհաստատեն գործարքը առանց փոփոխությունների։ Так называемые Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մեկին չեն զրկում անվտանգության իրավունքից, բայց կկատարեն իրենց խոստումները, այդ թվում ՆԱՏՕ-ի չընդլայնումը։ Ոչ թե Ռուսաստանը սկսեց պատերազմը Ուկրաինայում, այլ Արևմուտքը։ ԱՄՆ նախորդ վարչակազմը դիտավորյալ իրավիճակը հասցրեց պատերազմի։ Վաշինգտոնը եւ Եվրոպան վստահ էին, որ կարճ ժամանակահատվածում կոչնչացնեն Ռուսաստանը, ասել է Պուտինը եւ նշել, որ երկիրը պատրաստ է բանակցել եւ լուծել բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով։ Ռուս առաջնորդը հայտարարել է, որ Մոսկվան անկասկած կհասնի իր նպատակներին Ուկրաինայում, այդ թվում ռազմական ուժով գրավելով այն տարածքները, որոնք Վլադիմիր Պուտինը ռուսական է համարում։ стратегически важных направлений.
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում ռուսական էներգետիկայի դեմ, եթե Ուկրաինայի հարցում խաղաղ վերջաբան չդրվի։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հնարավորության մասին հաղորդումներ չեն տեսել, բայց գիտեն, որ Վաշինգտոնում նման ծրագրեր կան։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կրակոցները չեն լռի, քանի որ իրենք ոչ թե հրադադար են ուզում, այլ վերջնական խաղաղ կարգավորում։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Բերլինում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են Ուկրաինայի անվտանգության գերաշխիքների ծրագիրը։ Փաստաթղթերում առաջնային պայման է խաղաղ ժամանակում Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատումը հասցնելով մինչև 800,000-ի, ինչպես նաև ուկրաինական բանակի ուժեղացումը Եվրամիության եւ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Եվրոպական երկրների զորքերը կտեղակայվեն երկրի արևմուտքում, Ռուսաստանի հետ սահմանից հեռու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է շրջափակել բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերը, որոնք փորձում են մուտք գործել Վենեսուելա եւ դուրս գալ այնտեղից։ Այս մասին Թրամփը հայտնել է X-ի իր միկրոբլոգում, նշելով, որ պետք է ետ վերադարձվի նախկինում ԱՄՆ-ից կողացված նավթը։ Սա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու Վաշինգտոնի հերթական քայլն է։ Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է մաքուր ոսկուց պատրաստված 2 կիլոգրամանոց թագը։ Մասնագետները փորձել են հաշվարկել վնասը, որը տատանվել է 28500-ից մինչև $57,000 սահմաններում։ Թուրքիայում գտնվող Մարմարածով նավից նահանջել է մոտ 20 մետրով։ Տեղատվության հետևանքով ավազե կղզյակներ են առաջացել։ Որոշ տեղերում նավակները խրվել են ափի։ Սոչիում ձերբակալվել են հայր եւ դուստր։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նրանք պատրաստվում էին համալրել ուկրաինական բանակի շարքերը։